Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի աշխատակազմը, Սևանի հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների, կրթօջախների ներկայացուցիչներ, սևանցիներ Սևանի քաղաքային պանթեոնում կատարեցին պսակադրման եւ ծաղկադրման արարողություն, հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին, հոգեվոր դասի ներկայացուցիչները կատարեցին խաղաղության համար զոհվածների հոգեհանգստյան կարգ։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես ցե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Մայիսի 9-ը նաեւ մեր հերոսների հիշատակի ու նրանց գործած սխրանքների առաջ խոնարհումի օր է։ Հայ ժողովուրդը միշտ էլ հպարտացել է իր նախնիների հերոսացմամբ ու գործած սխրանքներով, որոնք մոտեցրին այնքան թանկ խաղաղությունը։ Թեև Սևան բազմաբնակավայր համայնքի մեծ հայրենականի մասնակիցներից ոչ ոք այլևս ողջ չէ, սակայն նրանց գործած սխրանքն ու հերոսացումը հավերժ է եւ պատգամում է սերունդներին պայքարել հանուն հայրենիքի ու խաղաղության։ Իր ուղերձում նշել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ Հայրենական մեծ պատերազմում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին երկրապահ կամավորականներին ոտքի հանեց եւ միասնաբար հաղթանակ տարանք Արցախյան առաջին պատերազմում։ 2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցած մեր հերոսների արյան գնով դարձյալ ձեռք բերեցինք խաղաղություն, սակայն ցավով ու դառնությամբ ենք արձանագրում, որ կորցրեցինք Արցախը։ Պսակադրման եւ ծաղկադրման արարողակարգ կատարվեց նաեւ Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում գտնվող 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հուշաքարին։ Սևան համայնքի բնակավայրերում եւս մայիսի 9-ի առթիվ բնակավայրերի վարչական ղեկավարները եւ աշխատակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտերում նահատակված հերոսների հիշատակին, կազմակերպելով պսակադրման եւ ծաղկադրման արարողություններ։ Մայիսի 9-ին հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում Սևան համայնքի պարային համույթները բոլորին հրավիրել էին շուրջ պարի։
ծափարությունները, շնորհակալություն շնորհավորում եմ բոլորին, շնորհակալություն բոլոր պարային կոլեկտիվներին եւ պարուսույցներին այս հրաշալի նախաձեռնությանը միանալու համար։